Այս գաշարի մայ համար որ Աստված սա պարգևեց մեզ։ Չգիտեմ, որ ինչպես Աստանում ամեն մեկս պետք է մտածենք, որ սա երկինքից պարգևած Տիրոջից, որ այսօր իր առաջ պետք է գտնվենք։ Ես ուզում եմ կարդամ համարը նույն, ինչ որ այսօր եղբայրները ընդգծեցին, Առաջին Կորինթացիների 2-րդ 16 խոսքը։ Որովհետև ով գիտած Տիրոջ միտքը, որ բան սովորեցին նրան, բայց մենք Քրիստոսի միտք ունենք։ Ամեն մարդ ունի մտք, օրվա մեջ անսահման մտքեր են մարդու վրա գալիս, թե լավ միտք, թե վատ միտք։ Եվ հակառակորդի միակ նպատակն է մարդուն տանի են բանի մեջ, որ նրանց նրա մեջ որ միտք է որ գա, ասի որ սա Տիրոջ միտքը և զդի խավեր։ Մարդու որ կատարում է մտքի փոփոխություն ամենաառաջինը։ Ինչ որ մարդ լսում է, մտքով ընկալում ենք տակ, հետո նոր տեղափոխում ասիր։ Շատ մարդիկ մտքերը փոփոխում են, աշխարհ են եկել են Աստծոյի մեջ, կատարվել է մտքի փոփոխությունը։ Բայց նրանք ովքեր Քրիստոսի միտքը կունենան, նրանց մոտ կատարվում է սրտի փոփոխություն։ Կարևոր է որ մարդուն կատարվի սրտի փոփոխություն, սիրելի երիտասարդներ։ Հենց եդեմական պարտեզում, երբ որ ամեն օր Ադամն ու Եվան լսում են Աստծո միտք, Աստված իրանց հետ միշտ խոսում էր։ Հակառակորդը երբ որ եկավ, նրանց մեջ ուզեցավ մեկ ուրիշ միտք բերել։ Հենց կոպիտ չասել Աստծո մի հավատացել, Աստված սխալացել, թշնամին երբ որ գալիս է, մարդու միտքը կենթանի Աստծո խոսքից ծրի, նրա նպատակը դա է։ Եվ որ ասեց Աստված ինչ ասեցին, Աստված ասեց, որ այս բարի պետք չուտեք, երբ որ կերակը մերն է։ Տեսեք, եթե մարդկային մտքով մտածեն, ինչքան խիստ է խոսում Աստված։ Հակառակորդը տալիս է միտք, եւ ինչքան փափուկ, ինչքան հաճելի, ինչքան մարդու սրտին լավ միտք է տալիս, փոխում է միտքը։ Աստված չէ, Աստված գիտեր, որ երբ որ ուտեք, դեր աչքերը կբացվի եւ Աստծո տեսքը։ Տեսեք ինչ միտք բերեց Եվայի մոտ։ Եվան այս միտքը ընդունեց իր մեջ։ Եվ այն միտքը որ Աստծոց էր, Եվայի մոտ փոփոխություն կատարվեց։ Տեղ տվեց այդ մտքին եւ ինքը մեղանչեց։ Այսպես անում հակառակորդը շատ հավատքի մարդկանց։ Մտքեր բերի, նա չի ասել Աստծուն մի հավատա, Աստծոց հեռու գնա, նա միտք է տալիս, իր մեջ կասկած բերի։ Եվ որ այսօր մարդու սրտի ուզած խոսքը միտք է գալիս, մարդը սրտով շատ շուտ ընդունում է, բայց երբ որ Աստվածն է միտք տալիս, հակառակորդը սկսել նորից աշխատում, ասում է միգուցե եղբայրները սխալվել են, միգուցե սա Տիրոջի չի, եւ փոխում է մարդու միտքը, որպեսզի մարդը այդ խոսքը իր կյանքի մեջ չընդունի։ Իսկ Տիրոջից միտք ընդունել, Աստծո հետ ապրել, նշանակում է հնազանդվել իր խոսքին, կատարել այն ինչ որ Աստվածն է ուզում։ Սիրելի երիտասարդներ, Աստծո երանգույն նպատակն է, որ ամեն մեկս Տիրոջ խոսքը լսելով կարողանան խոնարհվել եւ կատարել։ Գաղափար ունենալ, գիտություն ունենալ, դա շատ քիչ բան է։ Մինչև մարդու կյանք չդառնա խոսքը, նա չի կարող Աստված պաշտպանել։ Մենք կարդում ենք Օրինաց գրքի մեջ, երբ որ մարդիկ իրանց վրա վախ եկավ Աստծուց, Մովսեսին ինչ ասեցին։ Ասի Մովսես, երբ որ դու սարը բարձրանաս, երբ որ Աստծուն կհանդիպես, մեր անունից Աստծուն ասա, ինչ որ Աստված ասի, մենք դա կկատարենք։ Տեսեք ինչ լավ բան են ասում։ Ասա Աստծուն, ինչ որ ինքը ասի, մենք կկատարենք։ Եվ Մովսես այդ բան ասեց ժողովրդին, որ ասեցի, եկավ Տիրոջ ասեց, որ ժողովուրդը ուզում է ինչ որ դու ասես դրանք անեն, բայց ինչ է պատասխանում Աստված։ Աստված չնայեց թե ժողովուրդը ինչ ասում, Աստված նայում ուղեր սրտին եւ ասեց, երանի նրանց սիրտն է այդպես լիներ, որ իմ բոլոր պատվիրանքները պահեին, որպեսզի ապրեին։ Դա գրված է Օրինաց գրքի 5-րդ գլխի 29 խոսքի մեջ, Օրինաց 5:29, ասավ երանի նրանց սիրտն է այդպես լիներ, որ իմ
իր պատվիրանքները պահի եւ ապրել։ Շքան կարևոր բան է, եւ որ մենք ունենք խոսք Տիրոջի, այդ խոսքը ընդունել, հնազանդվել այդ խոսքին կատարել եւ հավատալ, որ դա կենտրոնի Աստծո խոսքն է։ Սիրելի երիտասարդներ, մի կարևոր բան կա մարդու հոգևոր կյանքի մեջ։ Եթե մարդ հավատա, որ Աստված արտար Աստված է, իր արտարությունը չի ընտրելու։ Եթե մարդ սրտանց հավատա, որ Աստված արտար Աստված է, իր արտարությունը չի ընտրելու։ Եթե մարդ սրտանց հավատա, որ Աստված սուրբ Աստված է, աշխարհի ոչ մի բանի նա չի ցանկանալու։ Եթե կան մտքեր կա, գրապարին կա, սիրելիներ, մտքով կա, մարդիկ գիտեն, որ Աստվածն է, հավատում են Աստծուն, բայց նայում մեր սրտերը ոնց է։ Բայց եթե սրտանց հավատանք, որ կենտրոնի Աստծո խոսքն է, որ ինքը սուրբ Աստված է, մենք անպայման աշխարհի ոչ մի բանի վրա ցանկություն չենք ունենա։ Եվ բոլոր հարցերի մեջ երիտասարդներ, ինչ հարց որ լինի, երբ որ դու կանգնես, եւ որ դու ուզենաս անես, եւ որ այդ քայլանես, մտածես Աստծո տակ Աստծո չի։ Մի հատ քեզ հարցում։ Հիսուս, եթե դու իմ հետ լինես, այս քայլի մեջ կգաս իմ հետ, ինչ որ ես հիմա անում եմ, դու իմ հետ համաձայն ես Հիսուս, թե իմ հետ համաձայն չես։ Այ հարցը որ միշտ մեզ տան, այս խոսքի մեջ ամրով միշտ այս հարցը մեզ տան։ Մենք կարող ենք անել այն ինչ որ Աստված ասում։ Ու երբեք մենք չմտածենք, թե երբ որ Աստծո մասին գիտենք, երբ որ գալիս ենք եկեղեցի, հավատում ենք Աստծուն, ճշմարտությունը գիտենք, դա բոլորը բավական է։ Ես մի տեղ ասեմ Սուրբ գրքից, որ մենք իմանանք, որ մարդիկ գիտակցաբար գիտեն, որ Աստվածն է խոսում, բայց Աստծուն չեն լսում։ Մենք կարող ենք զարմանալ։ Ինչպես մենք կարող ենք ասենք, երբ որ Աստվածն է խոսում, եւ մարդ Աստծուն չի լսում։ Այո, մարդը 100% համոզված է, որ Աստվածն է խոսում, բայց ինքը չի լսում։ Ես ուզում եմ այդտեղ ասեմ Սուրբ գրքից։ Երեմիա մարգարեություն 44-րդ գլուխ 16 խոսքից, Երեմիա 44-16-ից։ Մարդիկ եկան Երեմիայի մոտ եւ ինչ ասեցին, ու շատ է լսեք սա։ Ասեցին Երեմիա, դու ինչ որ Աստծո անունից խոսում ես, մենք քեզ չենք լսելու։ Պատճառ կար։ Ինչի ասեմ, մենք գիտենք, որ դու Աստծո անունից ես խոսում, մենք քեզ չենք լսելու։ Ինչի համար ասեցին անպատճառ, մենք անելու ենք մեր սրտի ցանկությունները։ Տեսեք ինչ է կատարվում, երբ որ մարդ իր սրտի ցանկությունը ուզում առաջ տանի, երբեք Աստծո խոսքին չի լսելու։ Թեև հավատում եմ, որ սա կենտրոնի Աստծո խոսքն է, բայց սիրտը ինչի մեջ որ կա, նա այլևս Աստծո կարիքը չունի։ Դերեք ժողովրդից ասում, եւ ո՞րն է պատճառը, որ իրան սրտի ուզածներ ասեցին, շարունակության մեջ բացատրում է։ Ասում է, երբ որ մենք երկրի թագուհին խունկ ենք ծխում, մեր բոլոր գործերը հաջող էր։ Ամեն ինչը ստացվում էր։ Հենց երկրի Աստծուն ենք պաշտում, մեր բոլոր գործերը փաստագրվում են։ Տեսեք ինչ է ասում ժողովուրդը։ Երբ որ մենք օտար Աստված ենք պաշտում, այսինքն կենտրոնի Աստծո խոսքը չենք պահում, մեր բոլոր գործերը լավ է։ Այսօր շատ-շատերը խելքի մեջ են տվել, եւ որ մի հատ քայլ անում են, իր սերունդը հաջողվում են, ասում են Աստվածակոկանն է, ոչ սիրելի երիտասարդներ։ Եթե այնինչ խոսքը, որ Աստծո խոսքին հակառակ է, այդ միտքը որ եկավ, հակառակ է Տիրոջ խոսքին, երբեք չմտածեք, թե Աստծո դիմոդեսն է։ Եվ այն միտք եկավ, հակառակորդը միտք բերեց, որ Եվա դու դիմոդենաս Աստծուն, դու Աստծո պես կլես, հակառակորդը միակ նպատակը դա խաբելու, որ նա իրան պետք է տանի դեպի Աստծուն մոտենալու, բայց սխալվեցին։ Իսկ Սուրբ գրքի մեջ գրված է խոսքը, որ բոլորս այսօր այդ միտք ունենան, ինչ որ Աստվածն է ասում, ու շատերն են Տիրոջ խոսքին երիտասարդներ, շատ կարևոր այսօր, որ մենք միտք առնենք Սուրբ Հոգուց, եւ երբեք ոչ մի քան չանենք, այո, եթե մարդը սրտանց հավատա, որ Աստված ճշմարիտ Աստված է եւ իր խոսքը կենտրոնի է, իր խոսքը կկատարվի, նա երբեք մի քան չի անի սերի ուզածով, բայց ճշմարիտ անընդհատ կատեցնում է մտքի մեջ, անդադար մտքերը բերում, որպեսզի մարդուն շեղի կենտրոնի Աստծո խոսքին, ճշմարտությունից շեղի եւ ասի, ինչ որ դու ուզում ես արա, ու շատ երիտասարդների չեն անում։ Այսինքն ասել դալերում Աստված, եթե ես ինքս չանեմ, դու մեկ անող չես։ Շատ շատերը այսօր չեն հավատում, որ Աստված կարա իրանց կյանքի մեջ առաջնորդի։ Եթե Աստված
քո վրա հույս դրեցին, ոչ մի բան չի ստացել, եւ գլխից էլ միտքը գալիս նշնամի միտք է բերում, ասում դու էլ քայլ պիտի անես, դու էլ հարցեր մեջ քայլ արա որ ստացի, թեև Աստված չի անում, սերներ սանք կարևոր բաներ են հոգևոր մարդու մեջ, որ մենք Տիրոջ ճշմարիտ խոսքը պիտի կարողանանք հասկանալ։ Ղուկաս Ավետարանի 6-րդ գլխի 46 խոսքի մեջ գրած է։ Տեր Հիսուսն ինչ ասում։ Ինչու համար ինձ Տեր եք ասում, բայց ինչ որ ասում եք չեք անում։ Ինչ ասում Տերը։ Ասում դուք ինձ Տեր եք ասում, լավ է, բայց ինչ որ ես ասում եմ դուք չեք անում։ Աստված շեշտը դնում է հնազանդության վրա։ Այն կարևոր բան չի թե ես լսեմ ինչ Աստվածն ասում։ Կարևոր այն է որ ես հավատամ որ Աստվածն ինչ ասում եւ այդ խոսքին ես հնազանդեմ ու կատարեմ։ Որտեղ Աստված կատարելու վրա է շեշտը դրել։ Մենակ նրա նման չի որ գաղափար ունեմ, գիտություն ունեմ։ Ապա ինչ որ ես ունեմ ասուկամ կկատարեմ։ Հիմա սիրելի երիտասարդ ինչ է կատարում։ Ուզում ես Սուրբ կարտաս։ Բայց ուզում ես որ Ավետարան կարտաս, ինչ որ եղբայրներս որ ասեցին։ Հակառակորդ մի հատ միտք է բերում, մի հատ միտք է բերում, հələ մի հատ հեռախոսի մեջ մի հատ բան կար դա նայի, այս հարցը նայի որ կարտաս, միտքը բերեց, Սուրբ Հոգին այցելել է որ ես խոսքի վրա կառուցել եմ կյանքը, հակառակորդ միտք է բերում, մի հատ հեռախոսի մեջ նայի, այսօր նայի, հետո Սուրբ կարտաս, մի հատ նայում ես, երկրորդ ես նայում, հետո ինչ անիրում, Ագի ժամանակ տեսնում ես, ահագին մտել ես դրա մեջ ու ապրում ես, ապրում ես դրա մեջ, տեսեք ինչ անում թշնամին, մի հատ իր խոսքով շեղում է Adam ve Yaman draxtum avrumeyin, kentane asonelin aytan meç, İran boş bir panikani kşuneyin, asus zorucan meç avrumeyin, letzmazen yerdiki zorucan, miş nasılat işnumen, İran zed xosumen, boç aşkadan ki kanikunen, boş bir panikani kşuneyin, İran kabrumeyin miyan kentane asu xosko, baştaşnami miyan mit beret, yevnenans çasets vorduk dengezek asun, na aynısı xoraman metker beret, որ ասենք ասու պես կնեք, ասու ասազին փոփոխություն արել, սատանայի միակ նպատակն է մի քիչ ծռի միտքը, եւ մի քիչ ծռված պետք է գնացի արդեն դուս ես գնում ասու խոսքից կարևոր բաներ են եղբայրներ դուրել այս ժամանակաշրջանի մեջ, որ արտուն լինեն ասու կենտանի խոսքի վրա կառուցենք մեր կյանքը, անդադար մենք այսօր Հիսուսի խոսքի մեջն է, առավոտ կանող եւ որ արտանան, մենք ուզենանք որ Տիրոջ խոսքը ընթերցենք, աղոտ կանենք, օրը սկսենք ասու խոսքով, որպեսզի մեր օրություն լինի հետամբո Առավոտյան հանդիպում չնալ Սուրբ Հոգու ամբողջ օրը եթե մենք գնանք այդ չենք հասնի Հիսուսին սիրելիներ տան կարևոր բաներ այսօր հավատքի կյանքի մեջ որ մենք բոլորս զորանանք լսենք կենտանաց խոսքով Աստված օրհնի վեստի զորացնի որ մենք բոլորս Քրիստոսի խոսքին համավենենք կենտանի ասու խոսքին ուրաբենք երկնային կյանքով Աստված այդ երկնային կյանքը պատրաստել ամեն մեկի համար երկնքի պսակը պատրաստել ասերեն ոչ մեկ այդ պսակը չկորցնի Աստված ուզում է որ պսակը դու ունենաս եւ համատքով Տիրոջ մեր Տեր Հիսուս այցելում է ամեն մեկին այս երկու ռամեջներ եթե դու ուշադրություն դարձնեք Տիրոջ խոսքին հրաժարվեք ձեր մտքերից բերավ մտքերից սրտի ցանկություններից ամեն բան Աստված կանի մեր կյանքի մեջ Սիրելիներ, Աստված օգնական լինի, լեսնի եւ զորացնի։ Ես որ իմ ես խնդրեմ, ոտքի կանգնեմ աղոտ կանելու, սրտանց մի հատ աղոտ կանենք Տիրոջը, խնդրենք որ Աստված զանազանության հոգով այցելի մեզ, Սուրբ Հոգով լեցնի մեզ, որ մենք այսօր Քրիստոսի միտք ունենանք, ասու խոսքը լսենք, ճշմարտության մեջ ապրենք։ Աղոթենք ես դասատներ միասին, փառավորում ենք քեզ ամենակարող Աստված, մեր հավիտենական այն փառք